Ողջույն բոլորին, ես պատրաստվել եմ գնամ մարզասրահ, բայց մի քանի րոպե ունեմ, ուզում եմ ամբլոկ որոշեցի բացենք, սկսենք և ուզում եմ մի քիչ խոսել։ Այսօր երկուշաբթի է, ես 3 գիշերը ուշ իհարկե վլոգ եմ բացել, սրա նախորդ վլոգը բացել եմ և այսօր ամբողջ օր ուզում էի սկսեի, բայց չէր ստացվում վլոգ, նոր վլոգ, օքեյ և մի քիչ ժամանակ ունեմ, որ ես գնամ մարզասրահ ու մի հատ հարցի եմ ուզում պատասխանեմ, մի հատ էլ հարց կար, բայց մի քանի հարց կար, որոշեցի վլոգում էլ պատասխանեմ, բայց գնամ գամ, նոր հիմա այդքան ժամանակ չունեմ, ուրեմն ևս մի անգամ, ասում եմ, գուցե նոր մարդիկ են ավելացել, չեն լսել, մեր լվացքի մեքենայի հետ կապված, որ ես ասում եմ, որ ներքևը տեղադրենք, մինչև որ մեր բալկոնը լինի և կարողանանք բարձրացնենք 3-րդ հարկ բալկոն, ու ինձ հարցնում են ինչու բաղնիքում չեք դնում մեքենան, կամ խոհանոցում տեղ չունեք դնելու, բանը նրանում է, որ այս լվացքի մեքենան սովորական մեր իմացած լվացքի մեքենաները չեն, որոնք Հայաստանում մեծ մասը խոհանոցում է, մերոնց տանել է, ծնողներիս տանել է խոհանոցում, շատերիս տանել է խոհանոցում կամ բաղնիքում, կամ գուցե ինչ-որ միջանցքի ինչ-որ հատվածում, բայց ժողովուրդ, այս մեքենաները սովորական մեքենաներ չեն, մեր սովոր, սրանք պետք է լինեն կամ դրսում, դրսի հատվածում, ծածկի տակ, կամ պետք է լինի առանձին լվացքատուն, որ ընդեղ տեղավորեք, քանի որ ինքը շատ մեծ է, մեծ մեքենա է, իհարկե ես որ սկսում եմ նկարելը, բանը, մեր հարևանի շները հաչում են, մեր շունիկները չկան, բայց մենք անպակաս ենք շանհաչոցի ձայներից, օքեյ, հենց դա է պատճառը ժողովուրդ, որ ես չեմ կարող իրան դնեմ խոհանոցում, ինքը մեծ լվացքի մեքենա է, որ վերևից է կափարիչը բացվում, որ լինում են լվացքատներում, չնայած լվացքատներում է սովորական դիմացի դրսը դուռ են բացվում, բայց դե, քանի որ մենք այստեղ տարածք չունենք, որպեսզի լվացքատուն առանձին սարքենք, մենք բալկոնում վերևը տեղ ենք սարքելու, այսինքն ընդեղ ջուրը, այդ կախելու վայրը, ամեն ինչ ընդեղ է, լվացքի մեքենան էլ լրիվ ույուտ է լինելու, ծածկ է լինելու, փակի տակ է լինելու, որպեսզի արև անձրևից պաշտպանվի, այնպես որ տենց, հենց էդ է պատճառը, որ ես չեմ կարող իրան դնեմ բաղնիքում ընդհանրապես տեղ չկա, իմ համար անգամ տեղ չկա, փոքր է մեր բաղնիքը, խոհանոցում էլ շատ մեծ է, խոհանոցի լվացքի մեքենա չի, հենց դա է պատճառը, դրա համար բետերին ասում եմ ներքևը որոշ ժամանակով հարմարացնի, մինչև որ կարողանանք բարձրանանք 3-րդ հարկ, ինքն է բարձրանում, դե իհարկե ես չեմ բարձրանում, բայց դե, ու այս շաբաթ պետք է սարքեր, անցած շաբաթ, բայց ոտքը այդպես եղավ ու հետաձգվեց, տենանք հուսով եմ շուտ կդզվի, արդեն հոգնել եմ, ուզում եմ, որ շուտ կազդուրվի, նորմալ սկսի քայլելը, նաև եկեք մի հարցի պատասխանեմ, հուսով եմ այս ամեն ինչ պարզ էր, ևս մի հարցի եմ ուզում պատասխանեմ, գրել է Անա,
Իմ անունը Աննա չի, անունս Անի է։ Ես չեմ սիրում, որ ինձ Աննա են ասում։ Այդպես։ Եվ անունս Անի է։ Անի։ Անա, գնում ես խանութ, ու չգիտես ինչ ես գնելու։ Նախորոք տանը գրի, նոր գնա խանութ։ Ես պատասխանել եմ, որ ես գիտեմ լավ էլ ինչ եմ գնելու։ Ես շատ լավ գիտեմ ինչ եմ գնելու, ես ցուցակի մտքի մեջ ունեմ, բայց մարդ ես գնում ես խանութ, գուցե ինչ-որ մի բան մոռացել ես, պետք է։ Ես սիրում եմ շարքերով անցնեմ, մանավանդ առարեմ, այդ ամեն ինչ գիտեմ, որտեղ է, սուպերմարկետ որ գնում ենք։ Շարքերով անց եմ գնում, գուցե ինչ-որ մի բան մոռացել եմ, նշեմ կամ չգիտեմ, մտքից մեջ պահեմ, հետո ինչ-որ նոր բաներ են ստացած լինում, կամ չգիտեմ, ինչ-որ նոր միրգ է, թարմ միրգ են բերած լինում, օրինակ ասենք ես միտք չունեմ մանգո առնելու, բայց անցած վլոգում երկու տեսակից էլ վերցրել եմ, հա, կամ չգիտեմ, ինչ-որ ամուսնուս հետ քննարկում ենք, որ կարելի է այս շաբաթ ինչ բան սարքել ու ցուցակից դուրս ինչ-որ առևտուր է լինում, ժողովուրդ, ես չեմ սիրում ցուցակով գնալ, ճիշտն ասած, մեկ-մեկ, հա, բայց ավելի շատ նախընտրում եմ ուղղակի շարքերով անց գնալ, չնայած պատահում է, որ մեկ-մեկ ինչ-որ բաներ մոռանում եմ, անգամ որ տենց անց եմ գնում, բայց ամեն ինչ մարդու համար է, սուպերմարկետ գնալը, շաբաթվա առևտուր անելը կամ ավել դա չի նշանակում, որ կոնկրետ պետք է գնաս։ Մարդիկ կան, հա, անում են, բայց ես այդ մարդկանց տեսակից չեմ։ Այդ ցուցակի մեջից իմ անունը ջնջեք։ Ես սիրում եմ ինչ-որ բաներ, օրինակ ասենք անցած վլոգում տեսեք շոկոլադ էի առել, որ ծրագրերի մեջ չկար, ուղղակի ուզեցա առնեմ։ Լավ ժողովուրդ, ես գնամ պատրաստվեմ, արդեն հագածվեմ շորերս, մնում է պայուսակս հավաքեմ, ջուր լցնեմ շշի մեջ և դուրս գամ, չնայած հələ 20 րոպե, չէ բան կանեմ, տենց գնացի, լավ եղեք, կհանդիպենք մյուս հատվածում։ Всё, ես դուրս եմ գալի, երեկ մեր մոտ նենց ուժեղ անձրև էր, այն տպավորություններ, որ հեսա կտուրը կթռցնի, քամի, անձրև, մի խոսքով, ու հիմա արև, շոկ, ժամը 5-ն է, բայց լավ շոկ է, օքեյ, ես գնացի պատրաստ եմ։ Չեկից ինչ-որ այս կամեր բակի կիլ, աղջիկա իմ հիշելով, տեքորս կնոջ, պապայի շունիկնա, մեկ-մեկ բերում է թողում է, քանի որ իրանք սպաղված են լինում, հիմա մենակա մնացել, խառնվել է իրար, դուրը ճանկրում է, տեքորս կինել ոնց որ դուրս եկավ, գնաց, սիրուն, կարծեմ կոկեր է ինքը ցեղատեսակը, սիրուն աղջիկիս դու, բակը դատարկվել էր, իրան բերել են հիմա, բայց դե ժամանակավոր է էլի, տենց տանում բերում են, չէ, չգիտեմ էլ անունը, ոնց է, ամբողջային բոլորին, այսօր չերեքշաբթի է ու այսօր մի տեսակ սենց ալարելու օր է, չնայած որ բան եմ կերել, փիզոների ավազն եմ մաքրել, մամայիս հետ եմ խոսել, հիմա մտածում եմ գնամ բան անեմ,
խանութ պետք է գնամ, բայց չգիտեմ, պետք է մի քանի բան նայեմ խանութում, ուրեմն շաբաթ օրը ինչ-որ մարզասրահում մրցույթ ունեն, որը տեղի է ունենալու այգում ու ինձ էլ համոզեցին, բայց շաբաթ օրը նաև օնլայն հանդիպում ունենք, հիմա սպասում եմ ինձ ասեն երբ է բրցնելու այդ մրցույթը էկոայգու, քանի որ առավոտ ժամը 8-ին է ու ուզում գոնե մի 2 ժամ կտևի, ես կհասցնեմ գամ տուն ու իմ օնլայն հանդիպմանը միանամ, տեսնենք, ճիշտ չի լինի, որ չգիտեմ, cancel անեմ, ոչ երկուսն էլ ուզում եմ մասնակցել, տեսնենք ինչ են ասում, ժամը դեռ չեն դրել ճիշտն ասած օնլայն հանդիպման, դրա համար խանութ եմ գնալու, որ ուզում եմ սպորտային հագուստ նայեմ սև գույնի, մայկա, սև մայկա եմ ուզում, լրիվ սև, քանի որ մեր թիմը սև գույնի է հագնելու, տենց, դե ուզում ասեմ, եկել ուզում եմ մի հատ էլ սև շալվար առնեմ սպորտային, քանի որ դե սևը պրակտիկա, տենց, դա է ուզում ասեի, ես ասով պետք է վլոգ միացնեմ, բացեմ, բայց դեռ շատ քիչ եմ նկարել, ուրեմն քանի նստած եմ, ուզում եմ 2 հարցի պատասխանել, որը նույն մարդուց է, շուն պահել չգիտեք, այս այն վլոգից հետո և որ մեր Յանիսը ասացի, որ սատկել է և նույն մարդը գրել է ձեր շուները անտերության են մատնված, ուզում եմ հասկանամ որտեղից եք տեսնում, որ անտերության են մատնված, ես ձեզ ցույց չեմ տալ, իրանք մեր շները չեն, ես իրանց մասին շատ մանրամասն չեմ պատմել, խոսքի իրանց կյանքի մասին ընդհանրապես չեմ պատմել, քանի որ իրանք իմ տեքոր կնոջ շներն են եղել, և շուն պահել չգիտենք, ասեմ, Յանիսը շատ ծեր էր, իրա վրա ամբողջությամբ ասել եմ, լրիվ ուռուցքներ էր, իրա արդեն վաղուց ենք ուզում իրան քնացնենք, բայց ոչ մի ձև չէր ստացվում գումարի ֆինանսի պատճառով, նու ես չէ, դեկորեսկինը իմ հետ խոսում էր, ասում էր, որ քնացնենք, բայց ոնց որ այսօր վաղն էին գցում ու ինքը իր մահով մահացավ, սենց ասած, իսկ միստին ինքը հիվանդություն ուներ, որը այլ բուժում ստանալու չդիմացավ, չգիտեմ ճիշտն ասած, իմ շները չեն ժողովուրդ ու բացի այդ չի կարելի ուղղակի մի բան գրել, որ տեղյակ չես, որ չգիտես, որ ես այդ մասին չեմ պատմել մանրամասն, ուղղակի իրանց ցույց եմ տվել, ինչ-որ թեթև ինչ-որ ակնարկներ եմ արել, բայց թե ոնց են իրանց պահում, ինչ կեր են տալի, բան, դա արդեն այդ ամեն ինչը այդ մարդկանց բանն է, որոշումն է, իմ շունը ինչ-որ չափով գորդիտոն է, և որ պետք է լինում, ավեշատ մենք ֆինանսով ենք օգնում, որ տեքորս տանի, չգիտի, եթե պետք է վետերինարի մոտ տանի, բերի, կերը մենք ենք առնում, որ տարել ենք իրան բան հիվանդանոց բժշկի, մենք ենք վճարել,
Քանի որ բետան ժամանակ չունի հոգ տանելու, ես էլ շատ տեղեր չգիտեմ, որպեսզի դեկորս հետ ստենդը չգնամ, ինքն է տրել։ Մեր կողմից ոնց որ ֆինանսավորումն է լինում, դեկորս տենց հոգ է տանում գորդիտոյի նկատմամբ, իսկ մնացած շները արդեն դեկորենցս են, մենք իրանց հետ գործ չունենք, այն մյուս դեկորենցս են։ Դրա համար ժողովուրդ, ուղղակի, եթե մի բանի մասին լավ 100%-ով տեղյակ չենք, թե ինչ է կատարվում, խի է սատկել, ուղղակի կեք մեկս մյուսին չմեղադրենք։ Հետո էլ նեղանում եք ինձանից, որ ես սենց խոսում եմ։ Ես էլ եմ նեղանում, որ դուք նման խոսքեր եք ասում, նման կոպիտ ձևով եք խոսում, առանց իմանալու ճշմարտությունը, առանց իմանալու պատմությունը։ Ընդհանրապես ոչ մենակ շների, իմ կատուների հետ կապված, այլ անձնական էլ։ Հենց բաներ, օրինակ ասենք ընդհանրապես տեղյակ չեք, բայց նենց կարող եմ այդ կոմենտ գրեք, որ ոնց որ դուք այդ ամեն ինչի մեջ եղել եք, 100%-ով համոզված եք, որ տենց էլ կա, ու անգամ 5%-ը չգիտեք այդ պատմության։ Դրա համար եկեք զերծ մնանք նման մեկնաբանություններ գրելուց։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք։ Ողջույն բոլորին, ես դուրս եմ գալի եւ եկեք պատրաստվենք իրար հետ։ Սկսելու եմ այս Avon-ի բանը, շրջուկը։ Ես մենակ դեմքի, բայց երևի այսօր բան էլ կսեմ, այստեղ դնեմ հələ որ տոնային էլ կսեմ, քանի որ տոնայինը բան է նաև արևապաշտպան է։ Գնում եմ Del Sol, որ ինձ սպորտային հագուստ սև գույնի, ապա շատ մայկա, բայց մի հատ շալվար էլ եմ ուզում, և շաբաթ օրը մրցում ունենք, առավոտ շուտ գնալու եմ, որ ժամը 8-ին, որ մասնակցեմ։ Ու մեր թիմը սև գույնի է հագնելու, դրա համար պետք է այդպես սև առնեմ, չնայած վաղուց էի ուզում տենց սև ունեմ, բայց հարմար չի տենց, որ այգում է լինելու, տենց իմը տենց կողքերից բաց է, ասև որ սուպերմարկետից վերցրել էի, բայց տենց փակ եմ ուզում, էլի, որ այգում ենք լինելու, բաց տեղ ենք լինելու։ Եվ տոնայինն էլ սա էլի Avon։ Ուրիշ տոնային էլ ունեմ, բայց սա որ քանի որ բանա, արևապաշտպան է նաև, սա եմ քսում շուկ ժամանակ ձեռներով։ Այսքան եմ անում ժողովուրդ։ Ճիշտ է, ունեմ բաներ, խնամքի այդ concealer բան տենց ունեմ, բայց վերևն է, այստեղ չունեմ։ Մտածում եմ մեկ ստեղի համար էլ առնեմ, որևէ բան, որ վերևն ներքև չտանեմ, մեկ ընդեղ եմ քսվում, համիշ որ մի բան եմ նայում, կինո բան դնում եմ նայում եմ, ու տենց։ Սիրում եմ ես ձեռներով։ Վերևը նաև աչքերի տակի ունեմ, բայց ալարում եմ գնամ։ Վերջ, այսքան է։ Մեր մոտ ենքան շոքա, որ սալատ ես անում կսվելու, այստեղ արդեն սովորել եմ ես Հայաստանի նման չի, որ չգիտեմ, սենց որ այլ կոսմետիկաներով տենց կսվես, բան, սենց չգիտեմ։ Դրա համար այստեղ շատ հասարակ։ Չնայած կան մարդիկ, որ լավ տենց քսում են աչքերը, ստվերաներ կերպան, բայց ես սիրահար չեմ, տենց անցանք մազերին, մազերս մի հատ հեսա թրջեմ, հետ կմ։ Okay,
Թրջել եմ, նաև գրեմ եմ քսել, որ մի քիչ կառավարելի լինի։ Հետո եկեք ինչ ունեմ։ Սեքսիոն։ Պատնելը վրայա չի, որ չի գալի դրա համար, սենց եկան։ Այսի ոնց որ ֆիքսում է, յանի, խուճուճ մազերը, խուճուճ կանգուր, ալիք և այլն, սվեն խուճուճը կարած։ Քիչ է։ Կարանք դիֆուզորով բանանեն, գանգուր մազերը կամ ալիքաձև բան, կամ էլ թողնենք, որ չորանա ուղղակի, քան որ ես շտապում եմ, քան զալա չունեմ, մեզ շոքին եմ, հատ դիֆուզոր միացնեմ, դրա համար կմնա այսպես, այսա դուրս եմ գալի, մի անգամ ես չորանում է, կապարի չէ, և երևի ես քանա, սետ կարանք, պիչենք էսի, ես վերջի պատվիրատս էսի գանգուր մազերի համար է, բանա տենց, որ ֆիքսում է, էլի, բայց լավ չի դուրս գալի, դրա համար, ես նորմալ չի աշխատում այս բանը, ու շատ սենց են, որ չեմ ճոկում, անցած անգամ, որ պատվիրել էի, սենց լավ ինքը ցողում էր ու սպրեյի նման էր, հենց կոնկրետ սպրեյի նման էր, երևի փոխել են, չգիտեմ, հիմա ավելի շատ բան է ինքը, սենց կրեմային է ինքը, սենց կրեմային է, վերջ, ես պատրաստ եմ, հետ գալուց պետք է մտնեմ բան, տորտիյա առնեմ, կնոջ մոտ, որ գալիս է բան, մարզասրահ մեր հետ, նույն խմբի մեջ ենք, այնպես որ, հագիտեք ինչ եմ պայմանավորվել, դա էլ ասեմ գաղտնիք բացեմ, ուրեմն, և որ սկսի բանի սեզոնը, եկեք պատմեմ համել, գնամ կոշիկներս հագնեմ, ուրեմն սեպտեմբերից հետո բունյուելոսի սեզոնն է սկսում, նոր տարվա տենց հալի սեպտեմբեր, հոկտեմբեր, բան, ովքեր որ շուտ են իմ հետ, հիշում են բունյուելոսը, որ շատ եմ սիրում, չնայած մարզվելով հետ մեկտեղ, հետի դժվար շոհեմ մեկ ու հենքում ու մեր կանանցից մեկը, ով կասատ մարզվում է մեր հետ, ինքը սարքում է բունյուելոս ու մենք իրանից անգամ առել ենք ու ես իրան չէի հիշում
ճիշտն ասած, ու ինձ ասում է, եթե այստեղից դու բունյուելոս ես առել, ուրեմն ես եմ սարքում, ես եմ եղել այդտեղ, ու ես իրան խոստացել եմ օգնեմ, որ ինքը իր էջը վարի, բանանի, ինքը չի կարողանում Instagram վարի, չի կարողանում սենց poster անի բան, որ կողմից նկարի, ուզում է, որ իր այդ բունյուալոսի բիզնեսը տենց հրապարակի, հա։ Ես ասի, դու կարաս ինձ հրավիրես քո տուն, եւ ես քեզ կօգնեմ նկարել, ու բան կանեմ, համ ինձ օգուտ կլինի, իմ բաժանորդները իմ ալիքում կտեսնեն, ոնց է ընթանում պրոցեսը, վաղը դրա տոմսը, գուցե ինքը ուզենա ներկայացնի կտեսնեք, ես էլ կօգնեմ քեզ հրապարակումների, վիդեո նկարելու եւ այլն հարցերով։ Ու խոստացա, որ այո, այնպես որ հուսով եմ, որ կստացվի։ Ինքը պետք է գա իմ հետևից, քանի որ ինքը շատ սենց հեռու տեղ է ապրում, չգիտեմ, այնտեղ բան քաղաքից դուրս ծայրամասային տեղ, ես այդ թաղերը չգիտեմ։ Կամ էլ գիրակի օր լինի, բետոյի հետ գնանք տաքսով, տեսնենք։ Ուրեմն այստեղ այս շորերը իմ ձմեռվա շորերն է, որ դիվանի վրա էր, այստեղ սումկեկ կար դրած, հանել եմ, սումկեքը այստեղ եմ կախել, բայց ուզում եմ այս սումկեքը իջացնեմ ներքև, քանի որ չնայած որ գալիս եմ այստեղ կոշիկներս հագնում եմ, բան, սումկեքել եմ վերցնում, տենց, բայց ամենաօգտագործվողները, որ շատ ավելի տենց օգտագործում եմ, ներքևն են, տենց իրանց մեջ էլ կա, ստեղ էլ կա սումկա, տալիս նվիրած սումկենը, տենց, բան, ժողովուրդ ես դուրս կամ գնամ, գալու եմ հաց սարքեմ, ոտերս նենց հացավում մարզումներից, սաղ գիշեր չեմ քնել ցավից, նենց չգիտեի ծածկեմ, բաց թողնեմ, վայ, չէ Սալմոն, Սալմոին ինչ կա, երբ ուզում քնում, երբ ուզում ծարցնում, ուտում, Okay. Ու նաև այստեղ բան եմ հանել, վերջապես կյանքի եմ բերել թթխմորս, մի քիչ առաջ եմ հանել, ես 3 առաջի օրը շաբաթվա սկզբից կյանքի եմ բերում, փորձում եմ կյանքի բերել, քանի որ վաղուց էր չէի կերակրել, ճիշտն ասած, այդ դժվար շրջանը, որ մոտը սկսել էր, դրա պատճառով երևի տենց ընդհանրապես ոչ մի բանի հավես չունեի, ու բանը, հիմա այսօր հանել եմ, 3 դրեցի, չէ, 3 առաջի օրը, այսինքն 3 շաբթի, գիշերը դրեցի սառնարանը, ու այսօր ինքը դաժե սառնարանը մի քիչ բարձրացել էր, սենց չէր եղել, պատկերացնեք ինչքան է հասունացել, ու 3 չեմ հանել, այսօր արդեն 5 շաբթի է, այսօր ես ամբողջ օր կկերակրեմ, որ ավելի ուժեղանա ու գիշերը ապառակը դնեմ, որ հաց թխեմ ուրբաթ օրը մարզասրահ չեմ գնամ, այդ օրը մի քանի հոգի են լինում, տենց, բետոն շատ է ուզում հաց, ես էլ եմ վաղուց չեմ թխել, ես էլ եմ ուզում հաց թխեմ, բայց այդ բաներ եմ սարքելու, մենակ այդ երկար տենց բագետի նման, տենց երկար եմ սարքելու, դա ավելի հարմար է ու ավելի սենց փափուկ է լինում, փխրուն է լինում, քան օրինակ ասենք, որ մատնաքաշի նման եմ բացում, չգիտեմ, երևի իմ պեչքն է կամ չգիտեմ, տենց շատ է չորացնում մատնաքաշի նման, որ բացում եմ, բայց այդ բագետները շատ լավ մնում են, այնպես որ դա եմ թխելու, ու նաև ուզում եմ վաղը ինչ-որ մի խմորեղեն թխեմ, մինչև սրա թխելը, մինչև ես հունցեմ, ձգեմ և այլն գնդեր անեմ,
այդ ընթացքում մի հատ խմորեղեն եմ ուզում թխեմ, որ շաբաթ օրը հետս մի բան տանեմ, ճիշտ է տեսնեմ, նենց մի բան, որ շատ լինի, շատ լինի բոլորին հասնի, մտածում եմ մածունով պեչինաներ, որ վրան շաքարավազա, ուծե դրանցից, քանի որ մի պորցիայից 30 հատ ավել դուրս է գալու, տեսնիք, այսքան է ժողովուրդ, փողոց չեմ վերցրել, գնամ փողոց վերցնեմ վերևնա, ու դուրս գանք, ես տանն եմ ու մտածում եմ մի քանի բան առնեմ, այն մի մասն էլ գումարի, մի մասն էլ օնլայն գնումներ պետք է անեի, այն էլ չդիմացա գայթակղությանը և մեծ մասը գումարից ծախսել եմ, ասացի դե լավ դե օնլայն գնումները հետո, մի ուրիշ առիթի, օքեյ, ես ինչպես միշտ մոռացել էի տոպրակ վերցնեմ հետս, և ես հիմա մենակ գնել եմ սպորտային հագուստ այս պահին, ուրեմն սենց 2 հատ տոպ եմ գնել, սև և մանշակագույն, սրա շորտներ կար ժողովուրդ, ուզում էի վերցնեի, բայց ձեռս գումարը հերիք չէր անում, դրա համար բետեն կխնդրեմ ինձ գումար տա, մի քիչ էլի ապակաս էր, երևի ընդամենը մի 50 պեսո է մնացածը իմ բաներ, օքեյ, սենց կարճաթև մայկա եմ վերցրել, կարծեմ էսի վերցրել եմ տղաների բաժնից, ամենափոքրը, եթե չեմ սխալվում, քանի որ այդ հատվածը տղաների բաժինն էր, փոքրն եմ վերցրել ամենափոքրը ու մեծոտ է էլի, սիրում եմ ես տղաների բաժնից առևտուր անել այդ մայկաները, մանավանդ սպորտայինը, սենց այդ մրցույթի համար վերցրել եմ սև, մայկա փակ և սև տաբատ, հետև սենց բան ունի, կողքի սենց գրպաներն են, սենց շաբաթ օրը կհագնեմ, տնամ ոնց է, չնայած երևի կփորձեմ, տնամ ոնց է լինում, ստումա կլինի, ու մի բան ասեմ, որ միշտ լարջն եմ վերցրել, մեծը, էլը, այսօր վերցրել եմ M-ը, տոպերի, շատ ուրախ եմ, սա տղամարդկանց բաժնից եմ վերցրել, փոքրն եմ վերցրել, սա մեծն եմ վերցրել, լարջն եմ վերցրել, սա էլի մեծն եմ վերցրել, հələ որ սենց, բայց ոչինչ, երեկ ինձ իմ տրեները սենց հանում ասմա բանը, տենց կիպ շորեր հակի, քանի որ կեզ շատ ես ասում, դու շատ սիրուն ես, ու նիհարել եմ, գրեք արդյոք նիհարել եմ, և ավելի եմ նիհարել, հա, և ասմա, որ սենց կպած մայկաներ հակրեմ էլ, երեկ տենց դեղին մայկա էի հակել ու իմ մոխրագույն ներքևը տավատը, սպորտային, ինձ ասում է սենց կիպ հակի, դու շատ սիրուն ես, լայն հակնում ես ու չաղ ես երևում, բայց որ սենց նեղա, կպած ես հակնում, այս սրա կարգի էլի, երևում է, որ այդքան չաղ չես էլի, ոնց օրինակ ասենք, լայն շորերի մեջ ուզում ես թաքցնես, Ոսում եմ, ես էլ եմ շատ ուզում, ուղղակի մտածում եմ, որ դեռ փորս երևում է շատ տհաճ ու չեմ կարողանում էլի, տենց մի տեսեք, սենց կաշկանդվում եմ, էսի հակել եմ, քանի որ դե տավատը ուրիշ է, բան չի էլի, տենց սպորտային չի, որ սենց քիպ կպած լինի,
Հենց ընդգծի, դրա համար եմ սենց այս տաբատների հետ դրսի հագնելու, սենց քիփ հագնում։ Մի խոսքով, ինձ թվում է հասկացեք ինչ եմ ուզում ասեմ։ Դրանք իմ գնումներն են, հիմա ես հաց կերա, ձվածեղ կերա, հեսա մի հատ կոֆե դնեմ, մի հատ էլ եւ ձեռի հետ ուզում եմ հաց սարքեմ, այնտեղ դդմիկ ունենք, ուզում եմ սարքեմ բան Աջոբ սանդալ դդմիկով։ Ուրեմն եկել եմ այսօրվա բլոգի փակումը անեմ ու մի քանի բան ասեմ։ Այսօրվա իմ դդմիկով տենց աջոբ սանդալը դարձավ ապուր։ Տավարի միսել ավելացրեցի, որոշեցի մի քիչ ավել ջուր լցնեմ եւ դարձավ ապուր, որ իմ ամուսինը շատ է սիրում, այտենց ջրիկ ուտելիքներ է շատ սիրում։ Ես էլ մարզասրահից հետո եկա ու տենց ոնց որ, չգիտեմ, տակ-տակ այդ ապուրը կերել եմ եւ թթխմորի պահով ընդեղադեր, այս հիմա ժամը քանիսն է, ժամը 11:22 է գիշերվա։ Ես մի քիչ եմ համբերում, որ ասա կգնամ մի քիչ կկարդամ, կաղոթեմ, բան տենց, հետո արդեն ուշ պետք է ապառը դնեմ, որ առավոտը զարթնեմ ու սկսեմ խմոր անելը։ Դա էլ այդպես։ Կիսատ եմ թողել։ Այսինքն, չգիտեմ, հասունացել է, բայց ուզում եմ խնդրել եմ մի քիչ էլ բարձրանա, բայց տնենք բարձրանում է, թե չէ, ուզում չի իջնի, կամ եթե արդեն իջնում է, չգիտեմ, մի խոսքով, բայց չեմ տրամադրվել ես հաց թխելու, բայց դե պետք է թխեմ, բետոն էլ է խնդրել, որ թխեմ, էլի, արդեն վաղուց չեմ արել, տենց, դա էլ այդպես, արդեն մյուս վլոգում կտենակ ամեն ինչը, վաղ ազատ եմ, վաղը ճիշտն ասած մարզասրահը 9 տարեկան է լրանում ու իրանք ինչ-որ բան են կազմակերպելու, կոնկրետ մեր ժամ 5-ին գնացող աղջիկները, տենց միգույնի շոր են հագնելու 6 ժամը 6-ին գնացողը մի այլ երանգի շորը հագնելու ու տենց ոնց որ ուզում են նշեն։ Մերը լինելու է կապույտ, բայց բացի այն, որ ես վաղը զբաղված եմ լինելու հացով, ոնց որ կարող է մտածում էի կարող է տենց մի ժամով գնամ հետ գամ, տեսնենք, բայց ուղղակի կապույտ շոր չունեմ։ Սաղ փողերս ծախսել եմ, սև եմ առել։ Իմանայի կողքից ուրիշ բաներ չէի առնի, գոնե կապույտ շոր կառնեի ու տենց վառ կապույտ է։ Չնայած այնտեղ ունեմ կապույտ, բայց մուգ կապույտ ներքև է, վերևն էլ կարամ ինչ-որ մի բան գտնեմ։ Չգիտեմ, եթե ստացվի, բայց չեմ կարծում, էլ այնքան հոգնած եմ լինելու, որ այդքան տրամադրություն չկա, տենց հավես չկա, գնամ մարզասրահ մի հատ էլ հացի մեջ տենց խմորը թողեմ, բան, ադրոտ, բան, սենց գնամ, չէ, այ մարդ։ Հետո պետք է գամ լողանամ, հետո հացի այդ հաց թխելուց հետո մի հատ էլ մտնեմ լողանամ, նետ, օքեյ։ Այդ ձև ժողովուրդ, դա է ուզում ասեի, եթե հարցեր ունեք, անպայման գրեք, ներքևում կպատասխանեմ։ Եվ նաև ուզում եմ այս հատվածով ստեսություն ասել ձեզ այս վլոգի շրջանակներում, շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ներողություն եմ խնդրում կիսատ պարատի համար, կներեք, որ այս շաբաթ պասիվ էի, մեկ էլ կիրակի օրն եմ վլոգ դրել, այսօր 5 շաբթի է, բայց դժվար այսօր բացեմ, վաղվա ընթացքում համ հացս կթխեմ, համ էլ փորձեմ բացեմ ու եթե ստացվի այս շաբաթվա մեջ մինչև կիրակի մի հատ էլ վլոգ գտնեմ, կտենամ, եթե հավաքվի, եթե չէ, ինչ արած սենց կմնամ։ Okay։ Դե ինչ, եկեք հրաժեշտ եմ ձեր, շնորհակալ եմ ձեր այն ջերմ, բարի խոսքերի համար, ձեր այդ տենց բարի սրտի համար շնորհակալ եմ, ձեր այդ տենց
բարի ֆիդբեքի համար, որ տալիս եք, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցը, թող Աստված օրհնի, շատ օրհնի յուրաքանչյուրին, կհանդիպենք արդեն մյուս վլոգում, լավ եղեք,ադիոս։